Տիկին Ջուլիակյան համեցիկ։ Շնորհակալություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, կարծում եմ այն ինչ տեսնում ենք այսօր այստեղ նոր բան չէ, մի երևույթ է, որին մենք բազմիցս ականատես ենք եղել մեր թե ընտրապայքարում, թե ազգային ժողովի քննարկումներում, դա ունի մեկ բառով է ամբողջությամբ ձևակերպում այդ երևույթը, այն է երեսպաշտություն։ Հարգելի գործընկերներ, պետք է արձանագրել մի քանի բան, ներողություն։ Ընտրությունների ժամանակ ինստիտուտները լիարժեք ապահովել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը։ Սա առաջին։ Երկրորդ, քաղաքացիները լիարժեք կերպով իրացրել են իրենց ընտրական իրավունքը։ Երրորդ, դիտորդները, միջազգային թե տեղական, բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական գործընթացը, արձանագրել են, որ ընտրությունները եղել են բաց եւ մրցակցային։ Միաժամանակ արձանագրել են, որ եղել է միջամտություն, ապօրինի միջամտություն, այդ թվում եւ ընտրակաշառքների ձևով։ Եվ եթե այս պետությունում որևէ բան եղել է եւ այս ընտրական process-ում որևէ բան եղել է համատարած, գործընկերները խոսում էին համատարած խախտումների մասին, ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում, դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 177 մեղադրյալ ընտրակաշառքի գործով միայն Ուժեղ Հայաստան կուսակցություն ներկայացնող, 55 մեղադրյալ Բարգավաճ Հայաստան կուսակցություն ներկայացնող։ Ես մեղադրյալի մասին եմ խոսում, դուք ինձ մի ընդհատեք, դուք հնարավորություն եք արտահայտել, ինձ մի ընդհատեք, մի ընդհատեք ինձ։ Շարունակեմ, 17 մեղադրյալ Հայաստան դաշինք ներկայացնող ներկայացուցիչներից։ Եվ այս պայմաններում պետք է անկեղծ լինեմ, ես նույնպես ունեմ դժգոհություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ, հարգելի գործընկերներ, որովհետև նման խախտումները չէին կարող չարդել ընտրությունների արդյունքների վրա, եւ ես կարծում եմ, որ դուք դա պետք է արձանագրեիք եւ գնահատեիք այդ խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Եվ քաղաքացու ճակատին գնապիտակ կպցնել ընտրակաշառք բաժանելու ձևով, հետո գալ էստեղ խոսել ամոթից, հազար ներողություն, կնեք, ով է խոսում ամոթից, լռեք, ուղղակի լռեք։ Այս բոլոր ընտրակաշառատուները պատժվելու են, իրանց պատվիրատուները պատժվելու են, եւ այս քաղաքական ուժերը, առհասարակ այս քաղաքական ուժերը, որոնք որ քաղաքացու ճակատին գնապիտակ են կպցնում, ընտրակաշառք են բաժանում, աղճատում են ամբողջությամբ պետական քաղաքական համակարգը, ընտրական process-ները աղճատում են, հարամում են ամբողջությամբ քաղաքական համակարգը եւ ժողովրդավարական process-ները եւ փողի միջոցով պետության զավթման փորձ են անում, այս քաղաքական ուժերը, ներողություն, ես ելույթ եմ ունենում, մի թույլ տվեք ընդհատեն։ Այս բոլոր քաղաքական ուժերը առհասարակ պետք է արգելվեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ներին մասնակցելուց։ Այսքանը հարգելի գործընկերներ, քանի որ ես սահմանափակված եմ ժամանակի մեջ, այս դրանով կեզրափակեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ջուլիակյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։